մյուս բանը, որ մարդկանց տանում են քննչականներ, փորձում են հաստաբան չթողել, բայց անգամ չթողելով այդ մարդիկ հետո բոլորը տեսնում են, որ այդ մարդկանց գլխին, այսպես ասած, սարքում են իրենց ուղարկած մարդկանցով, իրենց ուղարկած ձայնագրություններով, վատ ոճի խոսույթներով փորձում են անվանարկեն ուժին։ Մայիսի սկզբին նախատեսվում է եվրոպական համայնքների մեծ գագաթնաժողով Հայաստանում։ Սա դիտարկում եք, ձեր ուժը դիտարկում է որպես աջակցություն Փաշինյանին եւ ինչ որ բան կփոխի այս իրավիճակում, այդ այսպես կոչված թե աջակցությունը, ինչպես նաեւ հիբրիդային գործակալների անվան տակ Հայաստան ուղղվող գումարները հիբրիդային գործակալների դեմ պայքարի անվան տակ։ Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ԿՊԱ-ական падգամավորները, ում հիբրիդն էին, ով էր ֆինանսավորում Սորոսի հիմնադրամին, որից ֆինանսավորվում էին ԿՊԱ-ական падգամավորները, ով, կարող է ինչ-որ բաներ, արգենտինացիները հետաքրքրված էին Հայաստանով, ոչ, իհարկե երկրներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում, Հայաստանի մեջ ինչ-որ բույն դնել, իրենք հիբրիդի հենց սիմվոլը իրանք են, տասնամյակներով Սորոսի հիմնադրամից ֆինանսավորված մարդիկ, ձեր հացը Սորոսն է ապահովել, ում եք ինչ ասում, մեր հացը մենք ենք աշխատում, ձեր հացը Սորոսը, ով է ձեր պատվիրատուն, Սորոսը չի եղել միշտ, հիմա հնարավոր է արդեն միջնորդ որպես նա չկա, արդեն վերջնական պատվիրատուն է ձեր այդ միանգամից աշխատում, ձեր գործընկերների միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն այնուամենայնիվ արդեն 3-րդ ձայնագրությունն է հրապարակում, որը վերագրում են ձեզ, դուք ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, եթե ձայնագրություն անեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարությանը եւ շատ ընտրություններով զբաղվող անդամներին, ինձ թվում է այնպիսի բաներ հանդես կգա, որ մենք շատ կտխրենք։ Մի քանի բան ասեմ, օրինական առումով, օրենքի առումով, ինչքան ինձ բացատրեցին, խնդիրը գրանցված աշխատողներին որպես բան են ներկայացնում, բայց ինձ ավելի շատ մտահոգեց խոսույթները, որ խոսույթը իհարկե հատուկ չէ մեր ուժի եւ մեր պատկերացված Հայաստանի խոսույթին, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարևոր է, որ խոսույթը մեր հասարակության մեջ փոխվի, դա այդ ԿՊԱ-ական խոսույթը վերանա։ Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը մոնտաժված եւ ամենայն հավանականությամբ կողմերի մեջ ինչ-որ ուղարկված մարդկանցով ձայնագրության ընթացքում են հարցնում են, ասում են ուղարկված ես կամ ինչ-որ հատուկ եք անում, ինչ-որ այդպես բաներ էլի կանեն, մենք հասկանում ենք, բայց մեր հանրությունը պետք է հասկանա, որ մեր ձեռագիրը հենց այդ ամեն ինչից Հայաստանը այդ շեղ այդ ուղղությունից այսպես հրապարակում են, ասում են տեսեք ժողովուրդ, իրենք ինչպես են արտահայտվում ձեր մասին, ինչպեսի խոսույթ։ Իրենք ինչպես են արտահայտվում մեր ժողովրդի ու մեր մասին, ինչեր են մեզ ասում, ամբողջ օրը դուրս են գալիս, հենց պետք չէ գաղտնա լսել իրենց, որպեսզի տեսնել, թե իրենք ինչպես են արտահայտվում մեր ժողովրդի ու մեր մասին։ Միացնում ես ազգային ժողովի նիստերը ու տեսնում ես ինչ են իրար հետ անում, ինչ խոսույթները պետք է փոխվի, արգելի քաղաքացիներ, մենք այս փոքր հարցերով մեզ շեղում են։ Մեր օրակարգը, կներեք, մեր օրակարգը շեղում են։ Մեր հիմնական օրակարգը պետք է լինի օր առաջ, այս մեր երկիրը այս աղքատությունից դուրս գա։ Մեր հիմնական օրակարգը պետք է լինի, մարդիկ աշխատանք ունենան։ Ձեզ կարող են տասնամյակներով էլ sense պատմություններով ամեն շաբաթ մի հատ պատմությունով շեղեն։ Բայց դա չի շեղում այն ճանապարհը, որ Հայաստանում մասսական գյուղերում ռոռոկման ջուր չկա, արոտավայրերի խնդիր ունենք, արոտավայրերը հանձնում ենք, ծառերի հետ կապված, այգիների հետ կապված, ռոռոկման ջրերի պակասի պատճառով մեծ խնդիրներ ունենք։ Ոչ մի ջրամբար, 13 ջրամբար է խոսք տվել, 13 ջրամբար է խոսք տվել, 1 ջրամբար ոնց որ ստացվեց 5 տարում 13 ջրամբարից 1 ջրամբար է ոնց որ ստացվել։ Բայց թրիփել է ստացվել, ասում են, թրիփը մեծ հնարավորություններ է բերելու, ասում են։ Անցած ընտրություններն էլ ուրիշ բան են խոսք տալի։ Ամեն ընտրությունից առաջ մեր ժողովուրդը արդեն իմունիտետ ունի, գալիս են ինչ-որ բան են խոսք տալի։ Ինչու ենք ասում պետքա փոփոխություն։ Իրենք խոսք են տվել, 8 տարի տեսել ենք, սիրելի հայրենակիցներ։ Մանր մունր ռեմոնտ են անում, ու մեր ժողովրդին իհարկե ժողովուրդն էլ չի երկար տարիներ չի տեսել ինչ-որ տարբերություն, փոքր ռեմոնտով ուզում են ասել, որ սա ձեր երազանքի վերջն է։ Մեր երազանքի վերջը փոքր ռեմոնտները չէ մեր գյուղերում։ Մեր երազանքի վերջը պետք է բարեկեցիկ, աշխատանքով ապահովված, առողջապահությունը նորմալ ապահովված հասարակությունն է։
քարոզարշավի ընթացքում էս մասնակցելու է հանդիպելու ժողովուրդը։ Ես մեծ հույս ունեմ, հենց այսօր էլ այստեղ ենք մենք բոլորով, մեր հանրության նշանակալի մասը, մենք հույս ունենք, որ հազարավոր մարդիկ այստեղ են, հենց այդ հույսով։ Ու մեկ հարց էլ, նայեք, իշխանությունները ինդիմադից է ձեր ուժի մյուս ինդիմադի, հա, ուժերին այսպես ասում են պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Ես պատասխանեցի, որ 3 գլուխ, չէ, 300,000 գլուխ պատերազմ գուժող կուսակցություն է, ԿՊ-ն 300,000 մարդ Հայաստան բերող, ադրբեջանցի Հայաստան բերող եւ պատերազմ գուժող։ Խաղաղության իրական խաղաղությունը դա երաշխիքներով խաղաղություն է։ Մենք թուրքերի հետ առանց երաշխիք այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք։ Մենք թուրքերին չենք վստահում։ Ինքը վստահում է, ինչից է վստահում։ Եթե երաշխավոր տեսնում, որ երկիրն է օրինակ պատրաստ առանցին հարցազրույց է, սա ուզում ենք հասկանանք, ուղղակի մենք հնարավոր կլինի հարցեր որպես երաշխավոր օրինակ ես Տարածաշրջանային երկրներ կան, որոնք հայտարարել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։ Պարոն Կարապետյան, եթե Գիտեք, մեր հարևան երկրները, նաև կա Ամերիկա Միացյալ Նահանգները, off trip-ի նաև որպես վկա է, կփորձենք փոփոխություն տեղի ունենա, որպես երաշխիքներով հանդես գա։ Եթե ձայնագրության մեջ խնդրահարույց ոչինչ չկա, ինչ է կուսակցության ենթադրաբար աշխատակիցը գրասենյակի ասում, բաց կապով մի խոսեք, դա ինչի մասնախոսում, ինչ է նշանակում։ Երևի տեղեկատվական հիգիենայի հետ կապված հարցեր են։ Նորմալ է, որ օրինակ ասում են այնտեղ ալիկը շալվար է առել, 200,000 տալիս ենք, 100,000 կտանք։ Ասեմ, խոսիքի մեջ շատ բաներ կա, որ կարող նորմալ չլինի, բայց եթե մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների զրույցները լսենք մի օր, մենք շատ նորություններ կիմանանք իրենց մասին, չնայած ձեր մասն է խոսքը, իրենց մասին չէ։ Իրենց միակողմանի պետք է երկկողմանի իրենց արասներն են հատ բացեն, բայց մի բան կարող եմ ասել հաստատ, մեր ոճի մեջ խոսույթը, այդ ոճի խոսույթը մեր հանրությունից մենք պետք է հանենք, սիրուն չի։